Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ ձեզ զեկույցեմ, որ ամսի 15-ն է հունիսի 2026 թվականի ժամն է 17:00։ Մի քանի այսօր գործողություններ են արել, ինչով ուզում եմ ձեզ հետ կիսվել, ինչով որ ուզում եմ ձեզ զեկուցել, ուրեմն առաջինը մենք այսօր դիմում հայտ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որտեղ որ մենք պլանավորում ենք հունիսի 20-ին ժամը 18:00-ին անել հանրահավաք։ Դեռևս չեմ պատասխանել, ասել եմ 1-2 օրվա ընթացքում կարող է պատասխանի քաղաքապետարանը։ Տեսնենք ինչ կասեն, ես ձեզ անպայման տեղյակ կպահեմ։ Երկրորդը ինչ եմ արել, գնացել եմ այսօր կենտրոնական հանձնաժողովի մոտ, որտեղ որ հացադուլ է անում մեր լեգենդար սպորտսմեն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբյանը։ Հետը զրուցել եմ, լսել եմ եւ հասկացել եմ մի բան, մարդու սիրտը շատ է ցավում, անգամ իրեն բարերով ասում են ընկեր Ֆարմանյան, սիրտս տրակում է այս ամեն ինչից, ինչը կատարում է։ Մեր ձայները իրավունք չունեն գողանալու ոչ մեկ։ Մենք արդարացիորեն գնացել ենք եւ մեր ձայները տվել ենք։ Ասեցի ինչով կարող եմ ձեզ օգնել, ինչով կարող եմ ձեզ աջակցել, պարոն Հակոբյան, նա ասեց ոչ մի բանով, ամեն ինչ նորմալ է, նա պայքարելու է մինչև վերջ, միայն խնդրեց, որ ասեց, խնդրում ենք, ընկեր Ֆարմանյան, դիմեք բոլոր իրական ընդդիմադիր ուժերին, որ տեր կանգնեն իրենց երկրին։ Իսկ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող եմ եւ համալրեմ առաջի ձեր շարքերը ձեր պայքարի մեջ։ Ես ասեցի, որ անպայման ես կփոխանցեմ եւ ես հենց հիմա դիմում եմ բոլոր իրական ընդդիմությանը։ Հարգելի ընկերներ, եղբայրներ, ես փոխանցեցի բառերը Իսրայել Հակոբյանի եւ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ձեռ է մեկնում դեպի ձեզ հանուն մեր համահայկական ազատագրական շարժման համար։ Ես պատրաստ եմ, պատրաստ եք դուք, գրեք, ես մեծ հաճույքով ձեր հետ կքննարկեմ այդ հարցերը, կհանդիպեմ եւ կշարժվենք առաջ։ Սիրելի բարեկամներ, նաեւ ակցիա են անում Ազատության հրապարակում համահայկական ճակատ կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանը, որտեղ որ ստորագրա հավաք են հավաքում դեմ այս ընտրություններին, որը որ կայացել է 2026 թվականին, եւ բավականին հաջողակ է Հայաստանի Հանրապետության քաղաքացին արձագանք է այդ ակցիային։ Սիրելի իմ բարեկամներ, քույրեր եւ եղբայրներ, ես նաեւ ստորագրեցի, խնդրեմ այս ֆոտոն, through the fire and snow, voices of a north in the cold wind blow, shadows in the night, but the stars still glow. Ես ստորագրեցի, նույնապես ասեցի, որ ես պատրաստ եմ աջակցելու Արսեն Վարդանյանին եւ հորդորում եմ ձեզ եւ կոչ եմ անում, ովքեր ունեն հնարավորություն, ովքեր ունեն ժամանակ, գնացեք, մասնակցեք այդ ակցիային, ընդամենը դա 2 վայրկյան է տևում, պետք է գրեք անուն, ազգանուն, քաղաք, որտեղից եք եւ ստորագրություն։ Ոչ մի բարդ բան։ Դա պետք է նաեւ հետագայում իրավական դաշտում կիրառելու համար, որ մարդիկ իրոք հեսա ստորագրել են, դու գողացել ես ձայները, Նիկոլ։ Սիրելի բարեկամներ, հիմա գլոբալ թեմաներից կուզենայի խոսեի։ Երեկ երեկոյան գիշերը, չգիտեմ, ըստ նորությունների, Վլադիմիր Պուտինը խոսակցություն ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որտեղ որ քննարկվել են Ուկրաինայի հարցը եւ Իրանի իսլամական պետության հարցը։ Այսօր ամերիկացիները կարծեմ արդեն ստորագրել են փաստաթուղթ խաղաղության վերաբերյալ Իրանի իսլամական պետության հետ։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյան, թռին փիուղին աշխատելու է։
Սիրելի բարեկամներ, այս մարդիկ չեն հասկանում, որ եթե տարածաշրջանում կա Իրան եւ իրեն հետաքրքրությունը իրեն անվտանգության համար ունի Ռուսաստանը, ինչ թրիփ, ինչ մրիփ, ինչ մակրոն, չկա տես բան։ Սա իրենց դաշտն է եւ իրենք կյանքում չեն թողնի, որ ամերիկացին, եվրոպացին գա իրանց քթի տակ խաղեր տա։ Հասկացեք դա։ Հենց որ շնորհավորում եմ Իրանի իսլամական պետությանը, եղբայրական պետությանը, իրենց կարելի ասել հիանալի հաղթանակով, հիանալի։ Հիմա ամերիկացիներն ու ջոուդները իրար միս են ուտում։ Ամերիկացիները անգամ մեղադրում են Իսրայելին, որ նրանք սխալ տեղեկություն են տվել եւ այս մարդիկ ամեղ տեղը սենց բաներ արեցին։ Դե ամերիկացիների դա ոչն է։ Սիրելի բարեկամներ, հիմա մեր ներքին, որ ասում է ռուսերեն կներեք սվային բառանը, ըստ օդում պտտվող լուրերի եւ մեզ հասած տեղեկությունների, Գաջիևը եկել էր ինչի համար։ Գաջիևը եկել էր, որպեսզի ստորագրեն փաստաթղթեր, հողերի վերաբերյալ, այն հողերի, որը որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա մերը չէ, դա Ադրբեջանինն է։ Եվ ինչ եմ մտածում ես, սիրելի բարեկամներ, Ալիևը այն բեղերով տառականը ուղարկեց Գաջիևին, ասեց, ես իմ վերսիան եմ ասում, սիրելի բարեկամներ, որ աշկիս այս Նիկոլոսին մնացել է քիչ ժամանակ, քանի որ ինչպես գիտեք, անգամ 3 հայտարարությունից հետո Ռուսաստանի Դաշնությունը եւ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Հասկանում եք։ Դա ուրեմն մտածելու տեղիք է տալիս մեզ բոլորիս։ Ռուսաստանը ինձ թվում է չի ճանաչելու արդյունքները այս ընտրության։ Եվ Նիկոլ Փաշինյանին բերել են, ասել են Նիկոլ ջան, ախպեր ջան, քանի դու ստեղ ես, մի հատ էսի ստորագրի, հետո կմնաս լավ։ Հիմա հարց եմ ուզում տամ իշխանությանը, ես չգիտեմ, իրոք ասում եմ, դա իմ վերսիան է, ես տենց եմ մտածում։ Քանի որ սենց աթալ-թափալ Գաջիևը գալը իմանալով հանդերձ, որ այդ իր այցը ուդարի տակ է դնում Նիկոլ Փաշինյանին, նման բան իրանք չէին անի, սիրելի բարեկամներ, չէին անի։ Ու հիմա իրանք եկել են եւ ասել են ստորագրի։ Ինձի թվում է տենց։ Եթե տենց բան չկա, ապա թող ԿՊԱ-ականները ինչ որ որից է մեկը թող արձագանքի, ասի որ նման բան չկա։ Կամ երկրորդ տարբերակը, չէ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ինքը ժողովրդավար ղեկավար է, ամեն ինչը պետք է զեկուցի ազգին, ում ես չեմ ասել, ինքն է ասել։ Հիմա այն վաղտ այն մի անտեսությունը եկավ, չասին ինչի համար էր եկել, հիմա ես երկրորդ անտեսությունն է եկել, էլի չեն ասում։ Ինչ ունեք պահելու Նիկոլ Փաշինյան ազգից, ինչ ունեք պահելու, խնդրում եմ մի հատ ասեք, ինչ ունեք պահելու։ Հելիք ասեք, հա, այն վաղտ Մուստաֆայևը եկավ, ասեց սա, այս հողերը տվեինք։ Հիմա եկավ Գաջիևը, այս մյուս հողերը տվեինք։ Ինչի մասին եք բանակցում, Նիկոլ Փաշինյան, կարող է իմանալ հայ մարդը, ինչի վերաբերյալ։ Սիրելի բարեկամներ, այն որ ասում է թղթաբանությունն ավելացել, բայց ոչ մի բան չի փոխվել, այդ մի հատ անեկդոտ կա տեն, չէ, մի հատ մի քիչ ուղղակի ֆիրային չէ այդ անեկդոտը։ Հիմա թղթաբանությունն ավելացել։ Տեսեք, ընտրություններից առաջ քանի կար, մի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է դե թոշակառուն ինչ անելու թոշակը, այնուհետև վերում է կողքից բշտեցին, ասեցին այ ախպեր ջան, սենց բաներ ուր ես ասում, դեմ ընտրություններ է, համոզեցին ողորմելի 10,000 դրամը ավելացրեց ընտրություններից առաջ։ Հələ ընտրության ավարտը
դուզգունի չի եկե, այս մարդիկ ակցիզները երեք եմ ասել, մցրեցին, որտեղ որ թանկանալու է ամեն ինչ։ Հիմա ուզում եմ հարց տամ մեր հիանալի, մեր սիրելի տարեց մարդկանց, այն մարդկանց, ովքեր խոսում էին թոշակից, վայ, 10,000 դրամով ավելացել է։ Հիմա այդ 10,000-ը, որ Նիկոլ Փաշինյանը տվել է, 10-ատ չէ, 100-ատ չէ, այդքան պիտի դնեք, որ ձեր տան հոգսերը հոգակ։ Արժեր 10,000 դրամի համար սեփական հայացներին դավաճանել, սիրելի մեր տարեց մարդիկ։ Մսի գները նայեք ինչ եղե, ձեզանից համոզված եմ շատերը չեն հիշում երբ են վերջի անգամ միս կերել։ Երևի մեր ժամանակ, չէ, կոմունիստների ժամանակ։ Սրանք մարդու միս տվող չեն, սրանք մարդու միս ուտող են, սիրելի հայրենակիցներ, մեր տարեց մարդիկ, մեր ավակ քույրեր եւ եղբայրներ։ Երիտասարդությանը սրանք կարան սենց ուղեղները փչեն, սխրեն, երիտասարդությունը իրանք տենց են սարքե, որ երիտասարդությունը խորապես չի ըմբռնում ինչա կատարվում։ Ներողություն եմ խնդրում մեր երիտասարդներից, քաղաքականության դրվագով եմ ասում, բայց դուք հոմ կյանք անցած մարդիկ եք, 10,000 դրամով ձեզ Նիկոլը խաբեց, 10,000 դրամով, ընտրություններից առաջ տվեց, դուք էլ ուրախացաք, հետո է դերեց ու գմպցրեց, ասում եմ, կնիքի քանակը դեռ չի չորացել ընտրությունների որոշման վերաբերյալ, դուք արդեն ունեք խնդիր, դուք ձմեռը սարելու եք, սրանք ասում են, չի լինի ցուրտում ու տարիներ, բայց, կտեսնենք, կապրենք, կտեսնենք։ Հենց որ սիրելի հայրենակիցներ, անկլավների մասին, ինչի մասին որ խոսում էր Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով արդեն տված է։ Մենք աշխատում ենք, մենք ուղղակի չենք խոսում, վստահ եղեք, տեսնենք հիմա քաղաքապետարանը ինչ կպատասխանի, մեկ անգամ եւս իրական ընդդիմությանը դիմում եմ, ես իմ ձեռը ուղղում եմ դեպի ձեզ, պատրաստ եք սխմելու, կարող ենք քննարկել, չէ, Աստված ձեր հետ, մենք կանենք ամեն ինչ առանց ձեզ։ Նիկոլ Փաշինյանը եւ իրեն քաղաքական հայրիկը իդեպ Նիկոլ քաղաքական հայրիկը ասել է, եթե իշխանություն հանձնվի Հայաստանի Հանրապետությունում, ապա հանձնելու են մենակ կոմունիստներին։ Անենց որ հորդ խոսքը գեդին մի կծի, չի սազում Նիկոլ, թե իրան էլ ես խաբե։ Սիրելի բարեկամներ, այսօր այս կանը Նիկոլ Փաշինյան մտածի ոնց է իշխանությունը տալու Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը, կարմիրները քաղաքում են Նիկոլ, եկել ենք մեր ժողովրդի կողքը կանգնելու, մեր ժողովրդին ցեխից անելու, մեր ժողովրդին մենք չենք փրկում, մենք մեր ժողովրդին ծառայում ենք Նիկոլ, եւ մենք մինչեւ վերջ մեր ծառայությունը կտանենք եւ մեր ազգը կլինի նորից բարձունքի վրա եւ թուրքը ումշուննա, որ կարողանա գա իրեն այցով մխտրի մեր հայկական օդը։ Այսօր այս կանը սիրելի բարեկամներ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Աստված բոլորիս պահապան, հույսով եմ կհանդիպենք, ստեսություն։